Ինչպես սիրել թշնամուն, երբ նա քանդում է քո կյանքի գործը հենց քո աչքի առաջ։ Պատկերացրեք մի տեսարան։ Ձեր պապերի սրբազան արհեստանոցի հատակին փշուր-փշուր է եղել այն խաչքարը, որի վրա ձեր հայրն աշխատել է իր կյանքի վերջին տարում։ Դա ձեր թշնամու ձեռքի գործն է։ Իսկ ավետարանը ձեզ ասում է՝ սիրիր թշնամուդ։ Սա պարզապես խորհուրդ չէ, սա մարտահրավեր է հենց ձեր հավատքի հիմքերին, երբ թվում է, թե ամեն ինչ արդեն կորած է։ Այսօր մենք ոչ թե պարզապես կխոսենք ներման մասին, մենք ցույց կտանք մի մոռացված հոգևոր զենք, որը թաքնված է մեր եկեղեցու հայրերի ուսմունքներում և ավելի հզոր է, քան ցանկացած բուլդոզեր կամ փող։ Բայց ամենակարևորը, դուք ականատես կլինեք, թե ինչպես կարող է հուսահատությունից ծնված հավատքի մի պարզ, լուռ քայլը հանգեցնել մի այնպիսի անսպասելի արդյունքի, որը կցնցի նույնիսկ ամեն ինչ տեսած մարդուն։ Սա պարզապես պատմություն չէ, սա գործողության ուղեցույց է, երբ թվում է, թե ելք չկա։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանիսն ենք մենք։ Հարուցի հետ կապված, երբ նա տեսավ, որ իրենց տան դիմացի հողամասում, հենց իրենց արհեստանոցի պատի տակ, երկրաբանական հետազոտություն անող բանվորներ են հայտնվել։ 45-ամյա Գևորգը, ում ձեռքերն ու դեմքը պատված էին տուֆի կարմրավուն փոշով, դուրս թռավ արհեստանոցից, սիրտը կատաղի բաբախելով։ Նրա կողքով անցան երկու երիտասարդ բանվորներ, անտարբեր հայացքով չափագրելով տարածքը։ Նրանց հետևից, սև ամենագնացից իջնելով, մոտեցավ Տիգրանը, քաղաքի ամենաազդեցիկ կառուցապատողներից մեկը, ում սառը ժպիտը ոչ մի լավ բան չէր խոստանում։ Գևորգի կինը Անին և նրանց 18-ամյա որդին Հովհաննեսը նույնպես դուրս եկան տնից, անհանգիստ հայացքներով հետևելով իրավիճակին։ Տիգրանը ձեռքի թանկարժեք ժամացույցին նայելով անփութորեն մոտեցավ։ Գևորգ ջան, տեսնում եմ արդեն հասկացել ես, որ մեր խոսակցությունը լուրջ է։ Ես այս ամբողջ թաղամասը գնել եմ, մնացել է միայն քո այս հինավուրց խրճիթը։ Վերջին անգամ եմ առաջարկում, վերցրու գումարը, թե չէ։ Թե չէ ինչ, ընդհատեց Գևորգը, ում ձայնը դողում էր զայրույթից։ Այս հողի վրա իմ պապի պապն է խաչքար քանդակել։ Այս պատերի մեջ աղոթք կա, ոչ թե փող։ Տիգրանը քմծիծաղ տվեց, նրա հայացքը սահեց դեպի արհեստանոցի բակում կանգնած կիսատ խաչքարը։ Աղոթքը լավ բան է, բայց բուլդոզերի դեմ չի կռվի։ Մի շաբաթ ունես մտածելու, հետո ես կսկսեմ շինարարությունը, քո տնով, թե առանց դրա։ Նա շրջվեց և առանց հրաժեշտ տալու նստեց մեքենան։ Բանվորները հավաքելով իրենց գործիքները հետևեցին նրան։ Օդում կախված մնաց բենզինի հոտի և անթաքույց սպառնալիքի խառնուրդը, որը կարծես խեղդում էր Գևորգի շունչը։ Այդ երեկո Գևորգի տանը լարված լռություն էր տիրում։ Անին փորձում էր հանգստացնել ամուսնուն, սեղանին դնելով տաք թեյ և թխվածք, բայց Գևորգը ձեռք չէր տալիս ոչնչի։ Նա աննպատակ քայլում էր սենյակում, կարծես վանդակի մեջ ընկած գազան։ Նրանց հյուրընկալվել էր Տեր Մարկոսը, իրանց թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդ, բայց արդեն իսկ հարգանք վայելող քահանան։ Նրա հետ էր նաև եկեղեցու խորհրդի անդամ, տարեց և իմաստուն վարպետ Սարգիսը, ով Գևորգի հոր մտերիմ ընկերն էր եղել։ Հովհաննեսը, ով մինչ այդ լուռ նստած էր, հանկարծ պոռթկաց. «Հայր, մենք պետք է պայքարենք, պետք է դիմենք դատարան, լրագրողների կանչենք, չի կարելի թույլ տալ, որ այսպես ոտնատակ տան մեր իրավունքները»։ Վարպետ Սարգիսը տխուր ժպտաց. «Որդիս, Տիգրանի նման մարդկանց դեմ դատարանը զենք չէ, նրա գրպանում են և դատավորները, և օրենքը»։ Տեր Մարկոսը, ով մինչ այդ լուռ լսում էր, մեղմ ձայնով խոսեց. «Գևորգ, եղբայր իմի Քրիստոս, ես հասկանում եմ քո ցավն ու զայրույթը, բայց հիշենք Տիրոջ խոսքերը. երբ նրան հարվածեցին, նա մյուս այտը դարձրեց, երբ նրան խաչում էին, նա ներում էր իրեն տանջողներին»։ Գևորգը կանգ առավ և զայրացած նայեց քահանային։ «Տեր հայր, հարգանքս ձեր հանդեպ անսահման է, բայց սա ավետարանի դաս չէ, սա իմ տունն է, իմ ընտանիքի ապագան, ես պետք է պաշտպանվեմ։ Ինչպես կարող եմ սիրել այն մարդուն, ով ուզում է ինձնից խլել ամեն ինչ»։ Այս հարցը մնաց օդում կախված, ծանր ու անպատասխան։ Հաջորդ օրը Գևորգը որոշեց գործել իր հասկացած ձևով։ Նա խորհրդակցեց մի երիտասարդ իրավաբանի Արմանի հետ, ով հայտնի էր իր սկզբունքայնությամբ։ «Պարոն Գևորգ, իրավիճակը շատ բարդ է։ Տիգրանը գտել է օրենքի մի հին սողանցք, կապված քաղաքաշինական նոր գլխավոր հատակագծի հետ։ Դատական գործը կարող է տևել տարիներ, և հաղթելու շանսերը շատ քիչ են»։ Չնայած դրան, Գևորգը պնդեց, և Արմանը սկսեց նախապատրաստել հայցադիմումը։ Միևնույն ժամանակ Հովհաննեսը իր ընկերների Կարենի և Լևոնի հետ սոցիալական ցանցերում արշավ սկսեց՝ «Պաշտպանենք Գևորգ վարպետի արհեստանոցը» խորագրով։
Նրանք տեսանյութեր էին տեղադրում, որտեղ Գևորգը պատմում էր իրենց ընտանեկան ժառանգության մասին, ցույց տալիս հին խաչքարերը։ Արշավը որոշակի արձագանք գտավ, մարդիկ կիսվում էին գրառումներով, զայրացած մեկնաբանություններ գրում Տիգրանի հասցեին։ Գևորգի սրտում մի փոքր հույս արթնացավ։ Գուցե հանրային ճնշումը ստիպի Տիգրանին նահանջել։ Նա կարծում էր, որ գտել է ճիշտ ճանապարհը, պայքարելով թշնամու դեմ նրա իսկ կանոններով, օրենքի և հանրային կարծիքի դաշտում։ Այդ հույսը, սակայն, շատ կարճ տևեց։ Մի քանի օր անց, երբ Գևորգն ու Հովհաննեսը վերադառնում էին իրավաբանի գրասենյակից, նրանց ճանապարհը կտրեց մի մեքենա։ Մեքենայից դուրս եկան երկու թիկնեղ տղամարդիկ, որոնց Գևորգը տեսել էր Տիգրանի կողքին։ Նրանք ոչինչ չասացին, մեկը բռնեց Գևորգի թևից, իսկ մյուսը մի քանի ուժեղ հարված հասցրեց Հովհաննեսի որովայնին։ Հովհաննեսը կծկվեց ցավից և ընկավ գետնին։ Սա առաջին զգուշացումն է, սառը ձայնով ասաց տղամարդկանցից մեկը։ Եթե աղմուկը չդադարի, հաջորդ անգամ ավելի վատ կլինի։ Նրանք նստեցին մեքենան ու անհետացան։ Գևորգը սարսափահար խոնարհվեց որդու վրա։ Հովհաննեսի դեմքը գունատվել էր, նա դժվարությամբ էր շնչում։ Այդ պահին Գևորգի մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Նա հասկացավ, որ իր պայքարը վտանգի տակ է դնում ոչ միայն իր տունը, այլև իր ընտանիքի կյանքը։ Երբ նրանք հասան տուն և Անին տեսավ որդու վիճակը, նրա աչքերում սարսափ հայտնվեց։ «Գևորգ, ես քեզ խնդրում եմ, բավական է», լացակումած ասաց նա։ «Ոչ մի տուն, ոչ մի արհեստանոց չարժի մեր որդու կյանքին։ Եկ համաձայնվենք, վերցնենք փողը և գնանք այստեղից»։ Գևորգը նայեց իր կոտրված խաչքարերին, հետո որդու տանջված դեմքին։ Նրա հոգին երտու մասի էր բաժանվել։ Մի կողմից իր նախնիների ժառանգությունն ու արժանապատվությունն էր, մյուս կողմից իր սիրելիների անվտանգությունը։ Նա զգում էր, որ հայտնվել է մի փակուղում, որտեղ ցանկացած քայլ տանում է դեպի պարտություն։ Այդ գիշեր Գևորգի տանը ոչ ոք չքնեց։ Անին լուռ խնամում էր Հովհաննեսին, ում մարմնի ցավը ոչինչ էր հոգու վիրավորանքի համեմատ։ Գևորգը նստել էր արհեստանոցում, կոտրված խաչքարի բեկորների կողքին, և նրա հայացքը դատարկ էր։ Նա իրեն զգում էր լիակատար պարտություն կրած։ Տիգրանը հարվածել էր ամենացավոտ տեղին, ոչ թե քարերին, այլ իր որդուն, և այդ հարվածը կոտրել էր Գևորգի պայքարելու ոգին։ Նա այլևս չէր մտածում դատարանի կամ հանրային բողոքի մասին։ Նրա մտքում միայն Անիի լացակումած դեմքն էր և որդու տանջված հայացքը։ Հաջորդ առավոտ, առանց որևէ մեկին զգուշացնելու, նա զանգահարեց Տիգրանի օգնականին և ասաց, որ պատրաստ է հանդիպել պայմանները քննարկելու համար։ Նա որոշել էր հանձնվել։ Նա պատրաստ էր վաճառել իր հոգու մի մասը, միայն թե իր ընտանիքը խաղաղության մեջ ապրի։ Այդ որոշումը նրան թեթևություն չբերեց, այլ միայն ավելի խորացրեց ներսի դատարկությունը։ Նա զգում էր, որ դավաճանում է իր պապերին, իր արվեստին, իր իսկ էությանը։ Հանդիպումը նշանակված էր քաղաքի ամենաշխեղ ռեստորաններից մեկում։ Տիգրանը Գևորգին դիմավորեց հաղթողի ժպիտով։ Նա պատվիրեց ամենաթանկ կոնյակն ու խավիարը, կարծես ցանկանալով ընդգծել իր և Գևորգի միջև եղած անդունդը։ «Դե ինչ, վարպետ», ասաց նա, բաժակը բարձրացնելով, «ուրախ եմ, որ վերջապես ողջախոհությունը հաղթեց։ Ես գիտեի, որ դու խելացի մարդ ես»։ Գևորգը լուռ էր, նա իրեն զգում էր նվաստացած և անզոր։ Տիգրանը նրա առաջ դրեց փաստաթղթերի մի թղթապանակ։ «Սա պայմանագիրն է։ Գումարը նույնն է, ինչ սկզբում առաջարկել էի, ոչ մի կոպեկ ավելի։ Դա քո համառության գինն է։ Ստորագրիր և վաղվանից կարող ես քեզ համար նոր կյանք փնտրել»։ Գևորգը վերցրեց գրիչը, նրա ձեռքերը դողում էին։ Նա նայեց թղթին, որտեղ իր նախնիների 100-ամյա ժառանգությունը գնահատվում էր մի քանի թղթադրամով։ Նա պատրաստվում էր դնել իր ստորագրությունը, երբ հանկարծ նրա հեռախոսը զանգեց։ Զանգում էր տեր Մարկոսը։ Գևորգը ներողություն խնդրեց և դուրս եկավ սրահից։ «Գևորգ»։ «Եղբայր, որտե՞ղ ես»։ Քահանայի ձայնը անհանգիստ էր։ «Անին զանգել էր, ասաց, որ անհետացել ես։ Ես զգացի, որ ինչ-որ բան այն չէ։ Խնդրում եմ, մի արա հիմարություն»։ Գևորգի ձայնը խզվեց։ «Ամեն ինչ վերջացած է, տեր հայր։ Ես հանձնվում եմ, այլ ելք չկա»։ «Ելք միշտ կա», հաստատակամորեն ասաց տեր Մարկոսը, «բայց այն ոչ թե պայմանագրերի, այլ սրտերի մեջ է։ Հիշիր տիրոջ խոսքը. «Իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև»։ Դու փորձում ես կրել մի բեռ, որը քոնը չէ։ Դու փորձում ես պայքարել մարդկային զենքերով։ Գևորգ, ես քեզ աղաչում եմ, մի ստորագրիր։ Վերադարձիր եկեղեցի։ Եկ միասին աղոթենք, ոչ թե հրաշքի համար, այլ իմաստության»։ Գևորգը վերադարձավ սեղանի մոտ։ Տիգրանը անհամբեր նայում էր նրան։ Գևորգը դրեց գրիչը սեղանին և հայացքը հառեց Տիգրանի աչքերին։ Նրա ներսում ինչ-որ բան փոխվել էր։
Վախը չէր անհետացել, բայց այն այլևս չէր կառավարում իրան։ «Ես չեմ ստորագրելու», ասաց նա հանգիստ, բայց ամուր ձայնով։ «Ոչ այսօր, ոչ էլ երբեք»։ Տիգրանի դեմքը քարացավ, նրա աչքերում զայրույթի կայծեր վառվեցին։ «Դու խաղում ես իմ հետ», շշնջաց նա։ «Դու չես հասկանում, թե ում հետ գործ ունես։ Դու դեռ կզղջաս դրա համար, դու և քո ընտանիքը»։ Գևորգը վեր կացավ։ «Ինչ լինելու է, թող լինի, բայց ես իմ պապերի հոգին չեմ վաճառելու»։ Նա շրջվեց և դուրս եկավ ռեստորանից, թողնելով Տիգրանին իր զայրույթի և չիրականացած հաղթանակի հետ մենակ։ Նա դեռ չգիտեր, թե ինչ է անելու, բայց գիտեր մի բան՝ նա այլևս մենակ չէր իր պայքարում։ Նրա կողքին Աստված էր, ով խոսում էր ոչ թե որոտով, այլ իր հոգևոր հոր հանգիստ ձայնով։ Այդ երեկո Գևորգի տանը հավաքվել էին ոչ միայն նրա ընտանիքի անդամները, այլև Տեր Մարկոսը, վարպետ Սարգիսը և եկեղեցու համայնքի մի քանի այլ անդամներ։ Լարվածությունը փոխարինվել էր միասնության զգացումով։ Նրանք չէին քննարկում ռազմավարություններ կամ պայքարի մեթոդներ։ Տեր Մարկոսը բացեց ավետարանը և սկսեց կարդալ լեռան քարոզից։ «Երանի հալածվածներին արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։ Այդ խոսքերը նոր իմաստ ստացան Գևորգի համար։ Նա սկսում էր հասկանալ, որ իրական պայքարը ոչ թե հողի մի կտորի, այլ հոգևոր արժեքների համար է։ Որ իրական հաղթանակը ոչ թե թշնամուն հաղթելն է, այլ սեփական վախերին ու ատելությանը հաղթելը։ Նրանք միասին աղոթեցին։ Դա ոչ թե խնդրանքի աղոթք էր, այլ վստահության և հանձնառության։ Գևորգը հանձնեց իր իրավիճակը Աստծո ձեռքը, ընդունելով, որ ինքը չգիտի ճիշտ ճանապարհը, բայց հավատում է, որ Աստված իրեն կառաջնորդի։ Այդ գիշեր, երկար ժամանակվա մեջ առաջին անգամ, Գևորգը քնեց խաղաղ քնով։ Նա չգիտեր, թե ինչ կբերի վաղվա օրը, բայց նրա սրտում վախի փոխարեն հաստատվել էր մի խորը, անբացատրելի խաղաղություն։ Նա սկսում էր ճանաչել այն արքայությունը, որը տեսանելի չէ, բայց ավելի իրական է, քան ցանկացած շենք կամ հողակտոր։ Գևորգի սրտում բուն դրած խաղաղությունը նրան մղեց մի քայլի, որը ցանկացած ողջամիտ մարդ կհամարեր խելագարություն։ Նա մի քանի օր անցկացրեց արհեստանոցում, աշխատելով ոչ թե մեծ պատվերների, այլ մի փոքրիկ, ձեռքի մեջ տեղավորվող խաչքարի վրա։ Նա ընտրեց ամենալավ տուֆի կտորը, որը պահել էր իր հորից, և իր ողջ վարպետությունը, ողջ աղոթքը դրեց այդ քարի մեջ։ Նա քանդակեց ոչ թե պարզապես խաչ, այլ Քրիստոսի խաղողի որդի խորհրդանիշը, ցույց տալով, որ բոլոր ճյուղերը սնվում են նույն արմատից։ Երբ աշխատանքն ավարտվեց, նա զգուշորեն փաթաթեց այն սպիտակ կտորի մեջ և, չնայած Անիի և Հովհաննեսի տարակուսած հայացքներին, ուղևորվեց դեպի իր թշնամու որջը՝ Տիգրանի շքեղ գրասենյակը քաղաքի կենտրոնում։ Նա չուներ ոչ մի ծրագիր, ոչ մի ակնկալիք։ Նա պարզապես զգում էր, որ պետք է դա անի, ի պատասխան այն ներքին ձայնի, որը նրան հուշում էր, որ ատելությանը պետք է պատասխանել սիրով, նույնիսկ եթե այդ սերը թվում է անզոր ու միամիտ։ Տիգրանի քարտուղարուհին զարմացած նայեց փոշոտ հագուստով Գևորգին, բայց երբ լսեց նրա անունը, թույլ տվեց ներս մտնել։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի հետևում, զբաղված թղթերով։ Նա զարմացավ տեսնելով Գևորգին։ «Ինչ ես ուզում», հարցրեց նա կոպտորեն։ «Միթե մտքափոխ ես եղել»։ Գևորգը լուռ մոտեցավ սեղանին և զգուշորեն բացեց կտորի փաթեթը։ Նա փոքրիկ խաչքարը դրեց Տիգրանի թանկարժեք փայտից պատրաստված սեղանին։ «Սա ձեզ համար է», ասաց Գևորգը, և նրա ձայնը հանգիստ էր։ «Ես սա պատրաստել եմ իմ լավագույն քարից»։ «Թող Աստված օրհնի ձեր աշխատանքը և ձեր ընտանիքը»։ Մի պահ գրասենյակում լռություն տիրեց։ Տիգրանը տարակուսած նայում էր մեկ Գևորգին, մեկ Խաչքալին։ Նա կարծես չէր հավատում իր աչքերին և ականջներին։ Հետո նրա դեմքին հայտնվեց քմծիծաղ։ Նա վերցրեց նրբորեն քանդակված խաչքարը, մի պահ զննեց այն, կարծես գնահատելով աշխատանքի որակը, և հետո, Գևորգի աչքերի մեջ նայելով, սառնասրտորեն նետեց այն իր սեղանի կողքին դրված աղբամանի մեջ։ Քարի, մետաղին դիպչելու ձայնը դանակի պես խոցեց Գևորգի սիրտը։ «Ինձ քո քարերը պետք չեն», արհամարանքով ասաց Տիգրանը։ «Ինձ քո հողն է պետք, իսկ հիմա դուրս գնա այստեղից, մինչև որ պահակներին չեմ կանչել»։ Գևորգը ոչինչ չասաց։ Նա շրջվեց և դանդաղ քայլերով դուրս եկավ գրասենյակից։ Նա իրեն զգում էր ոչ թե ջախջախված, այլ լիովին դատարկված։ Նրա սիրո և խաղաղության առաջարկը ոչ միայն մերժվել էր, այլև ոտնատակ էր արվել։ Նա զգում էր, որ իր հավատքի միամիտ փորձը ձախողվել է, և այս ձախողումը շատ ավելի ցավոտ էր, քան ցանկացած ֆիզիկական հարված։
Երբ Գևորգը վերադարձավ տուն եւ պատմեց եղելությունը, նրա ընտանիքի անդամների արձագանքները տարբեր էին։ Անին լուռ լսում էր, աչքերը լցված արցունքներով։ Նա հասկանում էր ամուսնու արարքի խորությունը, բայց նաև տեսնում էր նրա ցավը։ Հովանեսը, սակայն, չկարողացավ զսպել իր զայրույթը։ «Հայր, ես չեմ հասկանում քեզ։ Ինչու ես նվաստացնում ինքդ քեզ այս մարդու առաջ։ Նա հասկանում է միայն ուժի լեզուն։ Քո այս քրիստոնեական սերը նա ընդունում է որպես թուլություն»։ Այդ պահին նրանց տուն մտավ Գևորգի կրտսեր եղբայրը Լևոնը։ Լևոնը գործարար էր, պրագմատիկ եւ տաքարյուն մարդ, ով քիչ էր հավատում աղոթքի զորությանը եւ շատ փողի եւ կապերի։ Լսելով եղելությունը նա պայթեց. «Գևորգ, դու գժվել ես, թշնամուն նվեր են տանում, թշնամու վրա կոմպրոմատ են հավաքում, նրա թույլ տեղերն են գտնում։ Ես ունեմ ծանոթներ, որոնք կարող են այնպիսի բաներ պարզել այս Տիգրանի մասին, որ նա կմոռանա ոչ միայն քո արհեստանոցի, այլև իր սեփական անվան ճանապարհը։ Պետք է կռվել, ոչ թե խաչքարեր նվիրել»։ Գևորգը հոգնած նայեց եղբորը. «Լևոն, ես այլևս չեմ ուզում կռվել, ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում հետևել Քրիստոսուն ոչ միայն խոսքով, այլև գործով։ Քրիստոսն ասել է. «Եղեք իմաստուն ինչպես օձերը եւ միամիտ ինչպես աղավնիները», վրդովված պատասխանեց Լևոնը։ «Դու միայն աղավնուն ես հիշում, իսկ օձի իմաստությունը մոռացել ես»։ Ընտանիքը բաժանվել էր երկու ճամբարի։ Մի կողմում Լևոնն ու Հովհաննեսն էին, որոնք պահանջում էին գործնական կոշտ քայլեր, մյուս կողմում Գևորգն ու Անին, որոնք փորձում էին գտնել այլ, ավելի դժվարին ճանապարհ։ Տերունական խորհուրդը, որը պետք է միավորեր նրանց, դարձել էր վեճի եւ անհամաձայնության պատճառ։ Այդ երեկո Գևորգը գնաց եկեղեցի։ Նա չգնաց ժամերգության, այլ մտավ Տեր Մարկոսի գրասենյակ։ Նրա հետ էր նաև վարպետ Սարգիսը։ Գևորգը պատմեց իր ձախողված փորձի եւ ընտանիքում առաջացած տարաձայնությունների մասին։ «Ես փորձեցի, Տեր հայր», ասաց նա հուսահատ ձայնով։ «Ես փորձեցի սիրել իմ թշնամուն, բայց իմ սերը ոտնատակ արացին, իսկ ընտանիքս բաժանվեց։ Գուցե Լևոնն է ճիշտ, գուցե այս աշխարհում Քրիստոսի օրենքներով ապրելն անհնար է»։ Տեր Մարկոսը ուշադիր լսեց, հետո խորը շունչ քաշեց։ «Գևորգ, դու արեցիր մի շատ քաջ քայլ, բայց գուցե դու շտապեցիր։ Սիրել թշնամուն չի նշանակում նրան նվերներ տալ։ Դա հոգու վիճակ է, ոչ թե մեկանգամյա ակցիա։ Դու փորձեցիր քո մարդկային ուժերով կատարել մի բան, որը հնարավոր է միայն Աստծո շնորհով»։ Վարպետ Սարգիսը, ով մինչետ լուղ էր, խոսեց. «Գևորգ ջան, հիշիր մեր հայրերի խոսքը։ Խաչքարը քանդակելուց առաջ վարպետը երկար ուսումնասիրում է քարը, զգում է նրա կառուցվածքը, նրա թույլ եւ ուժեղ կողմերը։ Նա միանգամից ուրագով չի հարվածում։ Նույնն էլ հոգևոր կյանքում է։ Սիրիր թշնամուդ, խորհուրդը վերջնակետն է, ոչ թե մեկնարկը։ Դրան հասնելու համար ճանապարհ կա անցնելու, աղոթքի, խոնարհության, ինքնաճանաչման։ Դու փորձեցիր միանգամից բարձրանալ լեռան գագաթը, առանց նախապատրաստվելու։ Այդ խոսքերը լույս սփռեցին Գևորգի մտքում։ Նա հասկացավ, որ իր արարքը թեև բխում էր անկեղծ ցանկությունից, բայց մակերեսային էր։ Նա փորձել էր կիրառել Քրիստոսի խորհուրդը որպես տեխնիկա, ոչ թե որպես իր սրտի վերափոխման արդյունք։ Նա հասկացավ, որ իր առջև դեռ երկար ու դժվարին ճանապարհ կա։ Եվ այդ ճանապարհի առաջին քայլը ոչ թե թշնամուն սիրելն է, այլ սեփական հոգու խորքերը ճանաչելը եւ այնտեղ Աստծո առաջնորդությունը փնտրելը։ Գևորգի ներքին ճանապարհով գնալու որոշումը շուտով ենթարկվեց մի փորձության, որին նա պատրաստ չէր։ Տիգրանը, տեսնելով, որ սպառնալիքներն ու ուժը չեն կոտրում Գևորգի համառությունը, իսկ նվաստացումը չի վախեցնում, որոշեց փոխել մարտավարությունը։ Նա անցավ տեղեկատվական պատերազմի։ Մի առավոտ քաղաքի ամենաընթերցվող թերթերից մեկում հայտնվեց մի մեծ հոդված՝ «Վարպետի կեղծ ժառանգությունը» սենսացիոն վերնագրով։ Հոդվածում, որը ակնհայտորեն պատվիրված էր, Գևորգի ընտանիքը ներկայացվում էր որպես խաբեբանների մի խումբ, որոնք ապօրինի կերպով տիրացել են պետական հողին եւ այժմ, շահարկելով իրենց 100-ամյա արհեստանոցի պատմությունը, խոչընդոտում են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ներդրմային ծրագրի իրականացմանը։ Հոդվածում կային նաև փաստեր, թե իբր Գևորգի պապը եղել է ոչ թե հայտնի խաչքարագործ, այլ սովորական քարտաշ, ով յուրացրել է ուրիշի աշխատանքները։ Զրպարտության թույնը թափվել էր, եւ այն արագորեն սկսեց տարածվել։ Հարվածը սարսափելի էր, քանի որ այն ուղղված էր ոչ թե Գևորգի ունեցվածքին, այլ նրա պատվին ու բարի համբավին, որը նրա ընտանիքը ստեղծել էր սերունդների ընթացքում։ Ճնշումը վերացական լինելուց դարձավ շոշափելի եւ ամենօրյա։ Ամենադաժան տեսարանը տեղի ունեցավ շուկայում։
Գևորգի մայրը տիկին Մարիամը, ով 70-նանց մի կին էր և ում ամբողջ թաղամասը գիտեր ու հարգում էր, մոտեցավ կանաչեղենի վաճառողին, ումից տարիներ շարունակ գնումներ էր անում։ Վաճառողը՝ մի կին, ով միշտ նրան դիմավորում էր ժպիտով և մայրիկ ջան խոսքերով, հայացքը փախցրեց և ձևացրեց, թե չի նկատում նրան։ Երբ տիկին Մարիամը կրկին դիմեց, կինը սառը պատասխանեց. «Ներողություն, այսօր լավ լոլիկ չունեմ»։ Նույնը կրկնվեց պանրի վաճառողի մոտ, հետո մսավաճառի։ Մարդիկ, ում հետ նրանք տասնյակ տարիներ ապրել էին կողք կողքի, ում հետ կիսել էին ուրախությունն ու տխրությունը, այժմ մեջք էին շրջում, խուսափում էին նրանց հայացքներից, շուշուկներով խոսում նրանց հետևից։ Հանրային ամոթը ծանր քարի պես նստել էր ընտանիքի ուսերին, ներսից քայքայելով նրանց ոգին։ Այս նոր իրավիճակը կրկին սրեց տարաձայնությունները ընտանիքի ներսում։ Լևոնը եկավ կրկին, այս անգամ ավելի զայրացած։ «Ահա քո խաղաղ ճանապարհի արդյունքը, Գևորգ, քո սիրիր թշնամուտ քաղաքականությունը մեզ հասցրեց նրան, որ մեր մորը շուկայում լոլիկ չեն վաճառում, մեր անունը ցեղի հետ են խառնել։ Ինչ ենք անելու հիմա, պատասխան հոդված ենք տպելու, դա նույնն է, թե փորձես ցեղը ցեղով մաքրել։ Պետք է պատասխանել այնպես, որ նա հասկանա»։ Այս անգամ նույնիսկ Անին, ով միշտ սատարում էր Գևորգին, սկսեց կասկածել։ «Գևորգ ջան», ասաց նա մի երեկո, երբ նրանք մենակ էին, «ես հավատում եմ, որ Տիրոջ խոսքը ճշմարիտ է, բայց գուցե մենք սխալ ենք այն հասկանում։ Միթե Աստված ուզում է, որ մենք թույլ տանք մեր անունը բասրեն, մեր երեխաներին մատով ցույց տան փողոցում։ Միթե քրիստոնեական խոնարհությունը նշանակում է ինքնանվաստացում»։ Գևորգը պատասխան չուներ, նա ինքն էլ էր տանջվում այդ հարցերով։ Նրա հավատքը չէր սասանվել, բայց նա սկսում էր կասկածել իր ավետարանի խոսքերը ճիշտ մեկնաբանելու կարողությանը։ Իր փորձը բառացիորեն հետևել Քրիստոսի խորհրդին, կարծես թե ավելի էր խորացնում խնդիրը, հանգեցնելով ոչ թե լուծման, այլ ավելի մեծ ցավի և մեկուսացման։ Նույնիսկ եկեղեցական համայնքի ներսում կարծիքները բաժանվեցին։ Ոմանք, ինչպես վարպետ Սարգիսը, շարունակում էին քաջալերել Գևորգին, ասելով, որ սա հավատքի մեծ փորձություն է և պետք է տոկալ։ Բայց մյուսները, նույնիսկ եկեղեցու խորհրդի որոշ անդամներ, սկսեցին ակնարկել, որ գուցե պետք է գործնական լինել։ «Գևորգ, եղբայր», ասում էր նրանցից մեկը, պարոն Վարդանը, ով հարգված, բայց շատ զգուշավոր մարդ էր, «մենք բոլորս քեզ հետ ենք, բայց պետք է հասկանալ, որ մենք ապրում ենք այս աշխարհում։ Պատիվը, բարի անունը կարևոր բաներ են։ Գուցե պետք է գտնել մի փողզիջումային լուծում։ Գուցե կարելի է պայմանավորվել Տիգրանի հետ, ստանալ ավելի լավ գին, գնել ուրիշ տեղ արհեստանոց»։ Այս խոսքերը, թեև բարի մտադրությամբ էին ասվում, Գևորգի համար հնչում էին որպես նահանջի կոչ։ Նա հայտնվել էր հոգևոր փակուղում։ Աշխարհը նրան ասում էր. «Կռվիր կամ հանձնվիր»։ Հավատացյալ եղբայրները նրան ասում էին. «Եղիր իմաստուն, գտիր փողզիջում»։ Իսկ ավետարանը կարծես պահանջում էր մի բան, որը գերազանցում էր նրա ուժերը և հակասում էր մարդկային ողջ տրամաբանությանը։ Նա զգում էր, որ կանգնած է մի անդունդի եզրին, և հին ճանապարհներն այլևս գոյություն չունեն, իսկ նորը դեռ տեսանելի չէ։ Նա ավելի քան երբևէ կարիք ուներ Աստծո առաջնորդության, բայց երկինքը կարծես լուռ էր։ Գևորգը հասել էր իր տոկունության սահմանագծին։ Հանրային նվաստացումը, ընտանիքի ներսում աճող լարվածությունը և սեփական հոգևոր անզորության զգացումը նրան հասցրել էին հուսահատության եզրին։ Նա զգում էր, որ խեղդվում էր։ Մի գիշեր, երբ տանը բոլորը քնած էին, նա լուռ հագնվեց, վերցրեց իր հին մեքենայի բանալիները և առանց որևէ մեկին զգուշացնելու դուրս եկավ տնից։ Նա չգիտեր, թե ուր է գնում։ Նա պարզապես վարում էր մեքենան, փախչելով իր մտքերից, իր ցավից, իր անելանելի վիճակից։ Լուսադեմին նա հայտնվեց մի բարձր լեռնային ճանապարհի վրա, որը տանում էր դեպի մի հին, կիսավեր վանք։ Նա կանգնեցրեց մեքենան և ոտքով բարձրացավ դեպի լռության այդ կղզյակը։ Վանքում ապրում էին ընդամենը մի քանի վանականներ։ Գևորգը ոչ մեկի հետ չխոսեց։ Նա պարզապես գտավ մի մեկուսի անկյուն վանքի բակում, նստեց քարին և սկսեց նայել հեռվում բացվող տեսարանին։ Նա չէր աղոթում։ Նրա սիրտը չափազանց հոգնած էր խոսքերի համար։ Նա պարզապես նստել էր դատարկության մեջ, թույլ տալով, որ լեռների լռությունը կլանի իրեն։ Անցան օրեր։ Գևորգը գրեթե չէր խոսում, սնվում էր այն համեստ կերակուրով, որը վանականները թողնում էին իր համար։ Նրա միտքը դատարկվել էր ամենօրյա հոգսերից, և նա սկսել էր նկատել բաներ, որոնք առաջ աննկատ էին անցնում։ Նա նայում էր, թե ինչպես է մի ծեր վանական, հայր Սիմեոնը, ամեն օր ժամեր շարունակ համբերատար մաքրում վանքի բակը քարերից, որոնք պոկվել էին հին պատերից։
Նա դրանք չէր նետում ձորը, այլ զգուշորեն հավաքում էր մի կույտի մեջ։ Մի օր Գևորգը տեսավ մի տեսարան, որը ցնցեց նրան մինչև հոգու խորքը։ Մի խումբ պատանիներ, որոնք եկել էին վանք որպես զբոսաշրջիկ, սկսեցին քարեր նետել բակում թափառող մի շան վրա։ Շունը ցավից ոռնում էր։ Հայր Սիմեոնը դանդաղ մոտեցավ։ Գևորգը սպասում էր, որ նա կբարկանա, կկանչի տղաներին կարգի, բայց վանականը ոչինչ չասաց։ Նա պարզապես խոնարհվեց, վերցրեց այն քարը, որը տղաներից մեկը նոր էր նետել, եւ այն հետ նետելու կամ մի կողմ շպրտելու փոխարեն տարավ եւ զգուշորեն դրեց այն տեղում, որտեղ սկսել էր վերականգնել վանքի կիսավեր պարսպի մի հատվածը։ Նա վերցրեց չարության գործիքը եւ դրեց այն որպես հիմնաքար արարչագործության համար։ Այդ պահին Գևորգի մտքում կարծես կայծակ փայլատակեց։ Նրա աչքի առաջ մի ակնթարթում անցան իր կյանքի վերջին ամիսները, Տիգրանի սպառնալիքները, որդու ծեծը, կոտրված խաչքարը, զրպարտությունը, հանրային ամոթը։ Այս ամենը քարեր էին, որ նետվել էին իր եւ իր ընտանիքի վրա։ Իսկ ինքը ինչ էր անում այդ քարերի հետ։ Նա փորձում էր դրանք հետ նետել թշնամու վրա, դատարանի, հանրային կարծիքի միջոցով։ Հետո նա փորձեց այդ քարերը անտեսել, ներել, մյուս այտը դարձնել, կարծելով, թե դա է քրիստոնեական սերը։ Բայց նա երբեք չէր մտածել, որ այդ քարերը կարելի է վերցնել եւ դրանցով ինչ-որ բան կառուցել։ Նա հասկացավ։ Աստվածային մի պարզությամբ նա հասկացավ Տիրոջ խորհրդի իրական, անսպասելի եւ հանջարեղ իմաստը։ Սիրիր թշնամուդ չի նշանակում պասիվորեն հանդուրժել չարը կամ զգացմունքային սեր տածել քեզ ցավ պատճառողի հանդեպ։ Դա նշանակում է ակտիվորեն վերափոխել չարի կործանարար էներգիան արարող, ստեղծագործ էներգիայի։ Դա նշանակում է վերցնել քո դեմ ուղված հարվածը եւ դրա ուժն օգտագործել ոչ թե պատասխան հարվածի, այլ մի նոր, բարի բանտ կառուցելու համար։ Դա զիջում չէ, դա հոգևոր ձյուդո է, որտեղ դու հակառակորդի ուժն օգտագործում ես ոչ թե նրան գետին տապալելու, այլ նոր ուղղությամբ ուղղորդելու համար։ Այդ գիտակցումից Գևորգի ներսում ամեն ինչ շուռ եկավ։ Նրա բոլոր նախկին փորձերը կռվել, ներել, նվեր տալ այժմ թվում էին մակերեսային եւ միամիտ։ Նա հասկացել էր, որ Քրիստոսի իմաստությունը շատ ավելի խորն էր, քան նա կարող էր պատկերացնել։ Դա ոչ թե բարոյական կանոնների հավաքածու է, այլ տիեզերքի հիմքում ընկած ստեղծագործ սկզբունքի բանալին։ Նա ցնցված էր այս հայտնության պարզությունից եւ միևնույն ժամանակ անսահման խորությունից։ Այն ամենը, ինչը մինչ այդ թվում էր անհասկանալի եւ հակասական, հանկարծ իր տեղն ընկավ։ Նա զգաց, թե ինչպես է իր ուսերից մի հսկայական բեռ ընկնում։ Նա այլևս պարտավոր չէր հաղթել Տիգրանին կամ ներել նրան։ Նրա խնդիրը բոլորովին այլ էր՝ գտնել, թե ինչպես կարելի է Տիգրանի կողմից իր կյանք նետված քարերով կառուցել մի բան, որը կփառավորի Աստծուն։ Այդ պահին նա ծնկի իջավ հենց այնտեղ, վանքի փոշոտ հողի վրա, եւ երկար ժամանակ անց առաջին անգամ աղոթեց։ Բայց դա այլևս խնդրանքի կամ բողոքի աղոթք չէր, դա երախտագիտության աղոթք էր, այն լույսի համար, որը փարատել էր իր հոգու խավարը։ Գևորգը վանքից վերադարձավ բոլորովին այլ մարդ։ Նրա հայացքում այլևս չկար հուսահատության ստվերը, այլ վառվում էր մի հանգիստ, վստահ լույս։ Նա այլևս չէր փնտրում պատասխաններ, քանի որ գտել էր դրանք ոչ թե արտաքին աշխարհում, այլ իր սրտի խորքում բացահայտված ճշմարտության մեջ։ Նրա առաջին գործը եղավ իր ընտանիքին, Տեր Մարկոսին, վարպետ Սարգսին եւ իր եղբորը Լևոնին արհեստանոցում հավաքելը։ Օդում լարվածություն կար։ Բոլորը սպասում էին, թե ինչ է նա ասելու։ Շատերը կարծում էին, որ նա վերջնականապես կոտրվել է եւ եկել է հայտարարելու իր պարտության մասին։ Գևորգը կանգնեց նրանց առջև եւ նրա ձայնը հնչեց հստակ ու հանգիստ, առանց զայրույթի կամ վախի նշույլի։ Նա չպատմեց իր տեսիլքի մասին, այլ միանգամից անցավ գործի։ Ես որոշում եմ կայացրել, սկսեց նա։ Տիգրանը ցանկանում է վերցնել այս հողը իր համար շքեղ հյուրանոց կառուցելու համար։ Նա մեր դեմ օգտագործում է փողի, իշխանության եւ զրպարտության ուժը։ Մենք չենք պատասխանելու նույն կերպ։ Մենք կպատասխանենք արարչագործությամբ։ Հենց այստեղ, մեր արհեստանոցի հարևանությամբ, կա մի հին 17-րդ դարի կիսավեր մատուռ, որի մասին բոլորը մոռացել են։ Մենք սկսելու ենք դրա վերականգնումը։ Մենք կանենք դա մեր ուժերով, մեր միջոցներով, անվճար, որպես նվեր մեր համայնքին։ Մենք Տիգրանի կողմից մեր վրա նետված ցեխն ու քարերը կվերածենք աղոթքի տան հիմնաքարերի։ Նրա շահույթի վայրի կողքին մենք կկառուցենք սրբության վայր։ Սենյակում մի պահ մեռյալ լռություն տիրեց։
Առաջինը խոսեց Լևոնը, եւ նրա դեմքին անկեղծ տարակուսանք էր։ Գևորգ, դու վերջնականապես կորցրել ես։ Ինչ ես բանականությունդ։ Այսինքն ոչ միայն հրաժարվում ես պայքարելուց, այլև քո վերջին ուժերն ու ժամանակը ծախսելու ես ինչ-որ հին պատեր վերականգնելու վրա։ Սա խելագարություն է։ Տիգրանը կծիծաղի մեր վրա։ Հովանեսը նույնպես թերահավատորեն նայում էր հորը։ Նրա համար այս ծրագիրը հնչում էր որպես անիմաստ եւ անզոր մի ժեստ։ Բայց հետո խոսեց Անին։ Նա ամբողջ ընթացքում լուր նայում էր ամուսնու աչքերին։ Նա տեսնում էր այնտեղ ոչ թե պարտվածի դատարկությունը, այլ մի նոր անսասան ուժ։ Նա մոտեցավ Գևորգին, վերցրեց նրա ձեռքը եւ բոլորի ներկայությամբ ասաց. «Ես քեզ հետ եմ։ Եթե դու հավատում ես, որ սա է ճիշտ ճանապարհը, ուրեմն ես կանգնած եմ քո կողքին»։ Անիի այս քայլը փոխեց ամեն ինչ։ Վարպետ Սարգիսը, ում աչքերը փայլում էին, մոտեցավ եւ գրկեց Գևորգին։ «Որդիս, դու գտել ես ոչ թե լուծումը, այլ ճշմարտությունը։ Սա իմաստություն է, որը աշխարհը չի կարող հասկանալ։ Ես իմ ողջ կյանքի փորձն ու վարպետությունը կդնեմ այս գործի մեջ»։ Տեր Մարկոսը խաչակնքեց. «Թող օրհնյալ լինի Տերը», ասաց նա հուզված։ «Սա կլինի ոչ թե քարե մատուղի, այլ մեր համայնքի հավատքի վերականգնումը»։ Գևորգի խելահեղ որոշման լուրը արագորեն տարածվեց։ Սկզբում շատերը, ինչպես Լևոնը, դա ընդունեցին որպես թուլության եւ հուսահատության նշան։ Մարդիկ, որոնք շուկայում երես էին թեքում նրանց ընտանիքից, այժմ գլուխներն էին թափ տալիս, ասելով. «Խեղճ Գևորգ, Տիգրանը նրան հասցրեց խելագարության»։ Տիգրանը, երբ իմացավ այդ մասին, սկզբում պարզապես ծիծաղեց։ Նրա համար դա վերջնական հաղթանակի նշան էր։ Նա կարծում էր, որ Գևորգը պարզապես փորձում է փրկել իր դեմքը, նահանջելով դեպի անիմաստ մի գործունեություն։ Բայց շուտով սկսեցին տեղի ունենալ անսպասելի բաներ։ Առաջինը միացավ վարպետ Սարգիսը։ Հետո եկավ մի տարեց կին, ով բերեց մի քանի հին աղյուս իր քանդված տնից, ասելով. «Թող իմ տան մի մասն էլ ապրի Աստծո տան մեջ»։ Այնուհետև մի խումբ երիտասարդներ, Հովանեսի ընկերները, որոնք սկզբում թերահավատորեն էին վերաբերվում ծրագրին, տեսնելով Գևորգի անսասան նվիրումը, եկան եւ առաջարկեցին իրենց օգնությունը տարածքը մաքրելու համար։ Նրանք, ովքեր վախենում էին բացահայտ պաշտպանել Գևորգին, այժմ գտնում էին մի նոր աղրանք։ Անվտանգ ճանապարհ, իրենց աջակցությունը ցույց տալու համար։ Նրանք չէին կռվում Տիգրանի դեմ, նրանք կառուցում էին մի բան, որը բոլորինն էր։ Շատ շուտով լքված մատուռի տարածքը վերածվեց մարդաշատ վայրի։ Գևորգը ոչ ոքի ոչինչ չէր խնդրում։ Նա պարզապես աշխատում էր, լուռ, համբերատար, իր ողջ սիրտը դնելով յուրաքանչյուր քարի մեջ։ Եվ նրա օրինակը վարակիչ էր։ Մարդիկ սկսեցին բերել ոչ միայն շինանյութ, այլև ուտելիք, ջուր։ Կանայք գալիս էին եւ օգնում էին մաքրել տարածքը։ Երեխաները ջրում էին նոր տնկված ծաղիկները։ Գևորգի գործողությունը, որը ծնվել էր հոգևոր հայտնությունից, սկսել էր վերափոխել ոչ միայն իր, այլև ամբողջ համայնքի կյանքը։ Նրանք, ովքեր բաժանված էին վախից եւ կասկածից, այժմ միավորվում էին ստեղծագործ դրական նպատակի շուրջ։ Նոր դաշինքներ էին կնքվում ոչ թե ընդհանուր թշնամու դեմ, այլ ընդհանուր բարիքի համար։ Նույնիսկ Հովհաննեսը, տեսնելով այս ամենը, մի օր մոտեցավ հորը եւ առանց որևէ խոսք ասելու վերցրեց բահն ու սկսեց աշխատել նրա կողքին։ Գևորգը հասկացավ, որ Քրիստոսի խորհրդի իրական ուժը ոչ թե թշնամուն փոխելու, այլ քո շուրջը մի այնպիսի իրականություն ստեղծելու մեջ է, որտեղ չարը պարզապես կորցնում է իր զորությունը։ Գևորգի համար խորհրդացության շրջանն ավարտվել էր։ Նա անցավ գործի։ Հաջորդ իսկ առավոտ նա եւ վարպետ Սարգիսը, Հովհաննեսի եւ նրա երկու ընկերների հետ սկսեցին մաքրել կիսավեր մատուռի տարածքը։ Նրանք աշխատում էին լուռ, բայց վճռական, նրանց գործողությունները խոսքերից ավելի բարձր էին հնչում։ Տիգրանի արձագանքը չուշացավ։ Նա չէր կարող իրավականորեն խոչընդոտել նրանց, քանի որ մատուռի տարածքը համայնքային սեփականություն էր, բայց նա սկսեց հոգեբանական պատերազմ։ Մի քանի օր անց, երբ Գևորգն ու մյուսները արդեն սկսել էին դնել մատուռի հիմքի առաջին քարերը, նրանց կողքին հայտնվեցին Տիգրանի սև ամենագնացները։ Մեքենաներից իջան մի քանի թիկնեղ տղամարդիկ։ Նրանք ֆիզիկապես ձեռք չէին տալիս աշխատողներին, բայց ստեղծում էին անտանելի մթնոլորտ։ Նրանք իրենց մեքենաներից ամբողջ հզորությամբ միացնում էին գռեհիկ երաժշտություն, որը խլացնում էր ամեն ինչ։ Նրանք սկսեցին մոտակայքում միտումնավոր աղբ թափել, տարածքը վերածելով աղբանոցի։ Նրանք բարձրաձայն ծաղրում էին Գևորգին եւ մյուսներին, անվանելով նրանց սրբեր, խելագարներ, անգործներ։ Լարվածությունը հասավ իր գագաթնակետին։ Հովանեսի ընկերներից մեկը չդիմացավ եւ բռունցքներով շարժվեց դեպի ծաղրողներից մեկը։
Գևորգը կանգնեցրեց նրան. «Ոչ», ասաց նա հանգիստ, բայց ամուր, «մենք նրանց մակարդակին չենք իջնելու»։ Եվ նա ցույց տվեց, թե ինչպես է պետք պատասխանել։ Յուրաքանչյուր վիրավորական խոսքից, յուրաքանչյուր ծաղրական հայացքից հետո Գևորգը վերցնում էր ևս մեկ քար և զգուշորեն դնում մատուրի պատի մեջ։ Նրա շարժումները դարձել էին աղոթք։ Նա չարի էներգիան, որն ուղղված էր իրեն, վերցնում և վերափոխում էր ստեղծագործության։ Տիգրանի մարդիկ ակնկալում էին զայրույթ, վախ, պատասխան ագրեսիա, բայց նրանք բախվում էին մի անսասան, հանգիստ ուժի, որը չէին հասկանում և որի դեմ անզոր էին։ Գևորգի այս անսպասելի արձագանքը սկսեց փոխել իրավիճակը։ Հարևան թաղամասերից մարդիկ, որոնք սկզբում վախենում էին նույնիսկ մոտենալ, այժմ սկսեցին հավաքվել և հեռվից հետևել այդ տարօրինակ դիմակայությանը։ Մի օր, երբ Տիգրանի մարդիկ հատկապես ագրեսիվ էին, տեղի ունեցավ շրջադարձային իրադարձություն։ Գևորգի մայրը, տիկին Մարիամը, ում վիրավորել էին շուկայում, եկավ շինհրապարակ, ձեռքին մի սկուտեղ տաք կարկանդակներով։ Նա լուր անցավ ծաղրող տղամարդկանց կողքով և մոտեցավ որդուն։ Բայց հետո, բոլորի համար անսպասելի, նա շրջվեց, մոտեցավ Տիգրանի մարդկանց և նրանց առաջարկեց կարկանդակ։ «Կերեք տղերք ջան», ասաց նա մայրական մեղմ ձայնով, «երևի սոված եք, որ այդքան բարկացած եք»։ Տղամարդիկ շփոթվեցին, նրանք սովոր էին վախի, ատելության, բայց ոչ բարության։ Մեկը մեխանիկորեն վերցրեց կարկանդակը, մյուսները նայում էին նրան տարակուսած։ Այդ պարզ, մարդկային ժեստը քանդեց նրանց ագրեսիայի պատը։ Նրանք կարող էին պայքարել Գևորգի դեմ, բայց չգիտեին ինչպես պայքարել մի մոր դեմ, ով իրենց վիրավորանքին պատասխանում է հոգատարությամբ։ Այդ օրվանից նրանց ճնշումը սկսեց թուրանալ։ Նրանք դեռ գալիս էին, բայց նրանց ծաղրը կորցրել էր իր թույնը, իսկ բարձր երաժշտությունը կարծես այլևս այնքան էլ չէր խանգարում։ Այս տեսարանը վերջնականապես փոխեց համայնքի վերաբերմունքը։ Մարդիկ տեսան, որ Գևորգի ուժը ոչ թե համառության, այլ մի այլ, ավելի խորը աղբյուրից է բխում։ Հաջորդ օրը նրանց միացավ մի նոր մարդ։ Դա այն կանաչեղենի վաճառողն էր, ով մերժել էր տիկին Մարիամին։ Նա եկավ մի արկղ լիփքը բանջարեղենով և, առանց որևէ բան ասելու, սկսեց օգնել։ Նրան հետևեցին մյուսները։ Շուտով մատուռի շինարարությունը դարձավ համաժողովրդական գործ։ Յուրաքանչյուրը բերում էր այն, ինչ կարող էր։ Մեկը մի պարկ ցեմենտ, մյուսը մի քանի ժամվա իր աշխատանքը, երրորդը պարզապես իր ներկայությամբ քաջալերում էր մյուսներին։ Նույնիսկ Լևոնը, ով Գևորգի ծրագիրը խելագարություն էր համարում, մի օր եկավ և, տեսնելով այդ անհավանական միասնությունը, մոտեցավ եղբորը։ «Ես դեռ չեմ հասկանում, թե ինչպես է սա աշխատում», խոստովանեց նա, «բայց ես տեսնում եմ, որ դա աշխատում է։ Ինչմա կարող եմ օգնել»։ Գևորգը ժպտաց և նրան ցույց տվեց պատի մի հատված, որը պետք էր ամրացնել։ Գևորգի ակտիվ, ստեղծագործ պատասխանը չարին ոչ միայն չեզոքացրել էր թշնամու հարձակումը, այլև բուժել էր իր իսկ համայնքի վերքերը, վախը, անտարբերությունը և անմիաբանությունը։ Նա գործնականում ցույց էր տալիս, որ Քրիստոսի խորհուրդը ոչ թե այս աշխարհից փախչելու միջոց է, այլ այն վերափոխելու ամենահզոր գործիքը։ Մատուռի կառուցումը մոտենում էր ավարտին։ Համայնքի միասնական ջանքերով կիսավեր պատերը վերածվել էին մի գեղեցիկ հոգեթով շինության։ Բայց Տիգրանը չէր կարող հանդուրժել իր քթի տակ տեղի ունեցող այս լուռ հաղթանակը։ Նա զգում էր, որ կորցնում է վերահսկողությունը և դա նրան խելագարեցնում էր։ Մի առավոտ, երբ Գևորգը և մյուսները տեղադրում էին մատուրի փոքրիկ գմբեթի խաչը, Տիգրանն անձամբ եկավ։ Նա մենակ էր, առանց իր թիկնապահների։ Նա դուրս եկավ իր մեքենայից և նրա դեմքը քարի պես սառն էր։ Շինհրապարակում աշխատող բոլորը սառեցին իրենց տեղերում։ Օդը հցվեց լարվածությամբ։ Տիգրանը դանդաղ, ծանր քայլերով անցավ մարդկանց միջով և ուղիղ գնաց դեպի Գևորգը։ Սա գագաթնակետն էր, երկու աշխարհների, երկու փիլիսոփայությունների վերջին բախումը։ Գևորգը չշարժվեց։ Նա չզգաց վախ, այլ միայն մի խորը կարեկցանք այդ մարդու հանդեպ, ում հոգին կուրացրել էր իշխանության ծարավը։ Նա հանգիստ նայեց Տիգրանի աչքերի մեջ։ «Ես գիտեմ, որ դուք կքանդեք այս ամենը, հենց որ ես հեռանամ», սառը ձայնով ասաց Տիգրանը, «բայց մինչ այդ իմացիր, որ ես քեզ չեմ ներելու այս նվաստացման համար»։ Գևորգը ոչինչ չպատասխանեց։ Փոխարենը նա խոնարհվեց, գետնից վերցրեց մի փոքրիկ, սպիտակ քար, որը մնացել էր շինարարությունից, և մեկնեց այն Տիգրանին։ «Այս մատուռը», ասաց Գևորգը մեղմ ձայնով, «մենք կառուցում ենք ի հիշատակ այս թաղամասի բոլոր հանգուցյալների։ Ես իմացա, որ ձեր ծնողները, Հակոբը և Սաթենիկը, նույնպես այստեղ են ապրել։ Այս քարը թող լինի նրանց հիշատակին։ Դուք կարող եք դնել պատի մեջ, որտեղ կցանկանաք։
Այս խոսքերը հնչեցին ոչ թե որպես մարտավարական քայլ, այլ որպես անկեղծ մարդկային ժեստ։ Տիգրանի դեմքի երկաթե դիմակը մի պահ ճաք տվեց։ Նրա աչքերում միակնթարթ երևաց ոչ թե զայրույթ, այլ ցավ և շփոթություն։ Նա մի քանի վայրկյան նայում էր քարին, հետո Գևորգին։ Նրա ներսում մի սարսափելի պայքար էր ընթանում։ Նա չվերցրեց քարը։ Առանց մի խոսք ասելու, նա կտրուկ շրջվեց, նստեց իր մեքենան և սլացավ, թողնելով օդում կախված մի անորոշ խռովահույզ լռություն։ Նա սուրբ չդարձավ, բայց նրա հոգու ամրոցը ճեղքվել էր։ Այդ օրվանից հետո Տիգրան այլևս չհայտնվեց։ Նրա մարդիկ նույնպես անհետացան։ Մի քանի շաբաթ անց քաղաքապետարանից պաշտոնական գրություն եկավ, որ քաղաքաշինական ծրագրերում կատարված փոփոխությունների պատճառով Գևորգի արհեստանոցի հարակից տարածքում շինարարությունը չեղարկվում է։ Հաղթանակը լիակատար էր, բայց ոչ ոք չէր տոնում այն որպես թշնամու նկատմամբ տարած հաղթանակ։ Դա հավատքի, ստեղծագործ սիրո և համբերության հաղթանակն էր։ Մատուռի օծման օրը հավաքվել էր ողջ համայնքը։ Գևորգի արհեստանոցը նորից լիքն էր պատվերներով, ավելի շատ, քան երբևէ, բայց ամենակարևոր փոփոխությունը տեղի էր ունեցել մարդկանց սրտերում։ Ամենահուզիչ տեսարանը Գևորգի և նրա եղբոր Լևոնի հարաբերություններն էին։ Լևոնը, ով Գևորգի ճանապարհը համարում էր խելագարություն, այժմ գրեթե ամեն օր գալիս էր արհեստանոց։ Նա ոչինչ չէր ասում, ներողություն չէր խնդրում, բայց լուր օգնում էր եղբորը, տեղափոխում էր ծանր քարերը, մաքրում գործիքները։ Եվ այդ լռության մեջ կար ավելի շատ հարգանք, ընդունում և սեր, քան ցանկացած խոսքի մեջ։ Այս պատմությունը, սիրելի բարեկամներ, փոխեց ոչ միայն Գևորգի, այլև մի ամբողջ համայնքի կյանքը։ Նրանք սովորեցին մի կարևոր դաս. Քրիստոսի իմաստությունը ոչ թե վերացական գաղափար է, այլ գործնական, կենդանի ուժ, որը կարող է վերափոխել իրականությունը։ Նրանք հասկացան, որ թշնամուն սիրել չի նշանակում լինել թույլ, այլ նշանակում է լինել բավականաչափ ուժեղ, չարի կործանարար էներգիան վերածելու արարչագործության։ Այսօր այդ փոքրիկ վերականգնված մատուռը կանգնած է որպես վկա այն բանի, որ հավատքը կարող է տեղափոխել ոչ միայն լեռներ, այլև մարդկանց սրտերում քարացած ատելության ժայռերը։ Եվ հիմա ես ուզում եմ դիմել ձեզ, սիրելի եղբայրներ և քույրեր, խնդրում եմ, կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը ձեր սեփական կյանքում։ Ինչ քարեր են նետվել ձեր վրա, և ինչպես կարող եք դրանք օգտագործել ոչ թե պատասխան հարվածի, այլ մի նոր, բարի բան կառուցելու համար։ Եկեք միասին խորենք և սովորենք կիրառել մեր Տիրոջ կենդանի խոսքը մեր առօրյայում։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, և թող Տիրոջ խաղաղությունը լինի բոլորիս հետ։ Ամեն։